Ղարաբաղը ուներ նաև մեկ ուրիշ երաշխավոր, դա Հայաստանի Հանրապետությունն էր, որը բազմաթիվ անգամ եւ Ղարաբաղի Հանրապետությունը ձևավորման պահից էր հայտարարում, որ ինքը երաշխավորն է։ Եվ այդ մեկ երաշխավոր առաջինն է հրաժարվել իր այդ ֆունկցիայից։ Ինքը կողմ էր այդ բանակցային գործընթացի, երբ կանգնեցվեց պատերազմը եւ ստորագրվեց այդ նոյեմբերի 9 20 թվականի հայտարարությունը։ Իդեպ հենց Հայաստանի Հանրապետությունը, որը որպես երաշխավորող կողմ հրաժարվել է այդ ֆունկցիայից եւ մեղադրում է Ռուսաստանին։ Եվ ինքը զրոյացրել է Ռուսաստանի դերակատարությունը որպես միջնորդ։ Ռուսաստանը, գիտեք, երկու ֆունկցիա ուներ։ Մեկը ինքը միջնորդ էր այդ հակամարտության, մեկը պատերազմը կաղնեցնելուց հետո դարձավ երաշխավորող։ Եվ սա պրոբլեմային է, որովհետև միջնորդի եւ երաշխավորողի ֆունկցիաները խաչվում են։ Երբ Հայաստանը այդ ֆորմատից ինքը իրեն դուրս քաշեց, ամբողջ կոնստրուկցիան այդ խաղաղության ինքը փլզեց, հենց Հայաստանը։ Խաղաղության երաշխիքները նաեւ զսպում են ռևանշիստներին, երկու կողմին է սա վերաբերում։ Սա ֆունդամենտալ հարց է։ Ինչ է ասում Ալիևը։ Ասում է սահմանադրությունը փոխեք, սահմանադրությունից այդ հռչակագրի հատվածը հանեք, որ մենք հասկանանք, որ նաև հայ ժողովուրդն է համաձայն այս ամենի հետ։ Իսկ հարց չի առաջանում, իսկ ինչի Ալիևին պետք չի երաշխիքներ։ Եվ ինչու պետք չի այդ երաշխիքները Նիկոլ Փաշինյանին։ Կարող եմ նաև սա բացատրել։ Ինձ համար պարզ է ինչու համար ինքը չի ուզում երաշխիքներ, որովհետև երաշխիքների պարագայում Նիկոլ Փաշինյանի անունը ուղիղ չի կապվելու խաղաղության հետ։ Ինքը ուզում է այնպիսի խաղաղություն, որի ընկալումը ժողովրդի կողմից լինի հետևյալը։ Այս Նիկոլը եթե չի լինի, հաստատ պատերազմա լինելու։ Մենաշնորհը Իրանն է, այսինքն։ Այ հաստատ պատերազմա լինելու։ Բայց իրականում մեզ պետք է խաղաղություն, որը կապված չի լինի Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան կամ մեկ այլի հետ, որ կապված չի լինի, ով է լինի իշխանապողությունից հետո այդ խաղաղությունը լինի երաշխավորված,